միավորվելու, դաշինքներով գնալու, բոլոր այսպես տարաձայնությունները մի կողմ դնելու, հաշվի առնելով, որ խորհրդարանական ընտրություններն իրականում նաև նախագահական ընտրություններ են իրենց մեջ պարունակում։ ԲՀԿ-ն որպես երկրորդ ամենամեծ խորհրդարանական ուժը արդյոք պատրաստ է նման միավորումների մաս կազմել կամ առաջնորդել այդպիսի միավորումներ։ Գիտեք, ես քանիցս ասել եմ, գաղափարի առումով ինքը իսկապես շատ լավ գաղափար է։ Հնարավոր է իրականացնել մեր հայաստանյան քաղաքական իրականության մեջ այդ գաղափարը, այսինքն ընդդիմությունը միավորվի եւ ընտրություններին մասնակցի մեկ միասնական դաշինքով կամ գոնե երկու ընդդիմադիր բևեռներ լինեն դաշինքներով համալրված։ Անկեղծ ասած, ես կրկնում եմ, ինքը շատ լավ գաղափար է, որտեվ եթե մենք վերցնում ենք նույն Գյումրիի եւ Վանաձորի ընտրությունը, մենք տեսնում ենք, որ հաղթել էր ընդդիմությունը, բայց քանի որ միասնական միավոր չեղավ, այսինքն այնտեղ 66% ընդդիմություններ հաղթել Գյումրիում եւ նույնը մոտավորապես այդքան տոկոս Վանաձորում, բայց քանի որ փոշիացավ ըստ էության ձայների ընդդիմության, արդյունքում մենք ունեցանք այս պատկերը, տեսականորեն հնարավոր է իրագործումը, ես մի քիչ դա դժվար եմ պատկերացնում, այստեղ խնդիրը ցանկությունների մեջ չէ, խնդիրը, որովհետեւ նախ հասկանանք, ես կարծում եմ միավորում կարող է լինել միայն միգուցե բառը քաղաքական չի, բայց միանման նույն քաշային կատեգորիաների ուժերի միջև։ Ի վերջո, ես հասկանում եմ այն ուժերի մղումը, ովքեր շատ լավ հասկանում են, որ խորհրդարանում առանց դաշինքի լինելու իրենց հավանականությունը ոչ թե 0-ը, այլ մինուս անսահմանություն է։ Ես այս պահին որևէ քաղաքական ուժի անուն չեմ նշի, բայց նաև թիմ ընտրությունները ցույց տվեցին, որ Գյումրիի եւ Վանաձորի լավ թուղթ էին, որ կան քաղաքական ուժեր, որոնք ուղղակի ես վստահ եմ, որ եթե դաշինք չլինի, իրենք անգամ չեն փորձի մասնակցել ընտրությունների, որտեղ մենք գիտենք, որ ընտրությունները խոսալով չի, ընտրությունները գոռալով չի։ Դրանք մի կողմ դնելով, եթե նույն այդ քաշային կատեգորիաներում կամ գոնե մի փոքր ձեզ մոտ ուժերի հետ պատրաստ եք։ Մենք ասեմ, որ բոլոր գիտեք մի քանի քաղաքական ուժեր քննարկումների առաջարկ արել են, մենք բոլոր քննարկումներին պատրաստ ենք մասնակցելու, բայց ես կարող եմ ներկայացնել այս պահին Բարգավաճ Հայաստան կուսակցությունում արկա տրամադրությունները առանձին մասնակցել ընտրությունների, որևէ դաշինքով ընտրությունների չգնալ։ Ինչու՞։ Այստեղ նաև երևի թե առանց շատ փակագծեր բացելու, ասեմ, որ կա նաև, քանի որ ռեյտինգային է ինքը որոշակի նոր կարծես թե խաղի կանոն է սահմանում, որտեղ մենք հասկանում ենք, որ ռեյտինգայինի падգամավորները նաև ուրեմն որոշակի ռեսուրսներ են ծախսելու տեղերում, այսինքն հիմնական բազիսները լինելու են ռեյտինգայինով առաջադրված падգամավորները, մենք նաև իրենց տեսակետը պիտի հաշվի առնենք, որքանով է այսպես ճիշտ եւ ազնիվ այդ մարդկանց հանդեպ, ովքեր ուրեմն լրջագույն ուրեմն աշխատանք են տարել այս ողջ ընթացքում իրենց յուրաքանչյուրը իր տարածքում, պայմանականորեն ընդունենք 11 այդ ոչ պայմանական, այլ ընտրականով ընտրատարածքում մարդիկ աշխատեն եւ համամասնական ցուցակում ինչ որ ներգրավեն այլ կուսակցություններից ներգրաված մարդիկ, ովքեր այդ աշխատանքի արդյունքում կդառնան падգամավոր։ Մենք իդեպ շատ լավ մոդել ենք առաջարկել մեր կուսակցության ներսում էլ, որպիսի այդպիսի խնդիր չառաջանա, ես ձեզ ասում եմ, որ ինձանից սկսած մենք մտածում ենք, որ մենք բոլորս նաեւ առաջադրվելու ենք ռեյտինգային, որպիսի իմ կուսակցության, մեր կուսակցության են падգամավորը, ով առաջադրվելու է ռեյտինգային, այդ ներքին դիսկոմֆորտը չունենա, թե ինչու ինքը պետք է ռեյտինգայինով, այո, մենք որոշում ունենք եւ քննարկում ենք, որ ինձնից սկսած բոլորս, ես էլ, այն մարդիկ, որ թվում է թե պիտի լինեն քաղաքական ցուցակում եւ ռեյտինգայինով առաջադրվելու խնդիր չունեն, ես էլ, Միքայել Մերքումյանն էլ, Էնֆիաջան Վահեն էլ, մենք հիմա բոլորս քննարկում ենք նաեւ ռեյտինգայինով առաջադրվելու տարբերակը, որպիսի ներկուսակցական այսպես դեմոկրատիան եւ ներկուսակցական արդարությունը եւս պահպանվի։ Տարբերակա քննարկենք, ուրեմն եթե այդ քաղաքական ուժերը, ովքեր առաջարկում են դաշինքներ, պատրաստ են, որ իրենցից բոլորը, յուրաքանչյուրը, առանց որևէ բացառության, պատրաստ են նաև ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել, ի վերջո մենք կտեսնենք, մենք պատրաստ ենք այդ տարբերակը քննարկել, բայց եթե մտածում են, որ պիտի դաշինքով լինեն, կներեք այս բառի համար անձեռն մխելի մարդիկ, պայմանականորեն բաժանեն քաղաքական սեգմենտ, որը կարծում է, որ ինքը ռեյտինգայինով առաջադրվելու խնդիր չունի, որտեղ ինքը քաղաքական սեգմենտ է, իսկ ռեյտինգայինի տղաները պիտի աշխատեն մյուսներին խորհրդարան բերելու համար, ես չեմ կարծում, որ դա ազնիվ մոտեցում է, քննարկենք դաշինք, պայմանով, որ բոլորս կրկնում եմ, չլինի որևէ մեկը, որ ասի, որ ես քաղաքական դեմք եմ,
դաշինքներով։ Ես կարծում եմ պիտի քննարկենք, ես վստահ եմ իրենք համաձայն չեն լինի։ Ինչու։ Որովհետև իրենք շատ լավ գիտեն, որ ռեյտինգայինով էլ անուններ էլի չտանք, իրենք չեն կարողանալու անհրաժեշտ քվե հավաքել եւ ռեյտինգայինը պարզելու է շատ տխուր իրականություն։ Ես կրկնում եմ, տեսական առումով շատ հետաքրքիր գաղափար է, շատ լավ գաղափար է, շատ ընդունելի գաղափար է, բայց գործնականում դա հնարավոր է կիրառել։ Ես կարծում եմ, այս պահին ոչի վերջո նույն ՀԱԿ-ի օրինակը մենք տեսանք, թե 6 հոգանոց ֆրակցիան, քանի կտորի դաշինքային սկզբունքով կազմված ֆրակցիան, քանի կտորի բաժանվեց։ Նաեւ մեր պատմությունը, ես չեմ հիշում արդյունավետ դաշինքային խորհրդարանական դաշինք, որը կարողացել է միջև իր լիազորությունների ողջ ժամկետը արդյունավետ աշխատել եւ դրանից տարբեր բեկորներ պոկված չլինեն։ Համագործակցություն պետք է ընդդիմադիր դաշտում, իհարկե պետք է։ Ես քանիս ես առաջարկել եմ, մենք ուշացնում ենք արդեն, եկեք ստեղծենք շտաբ կդնեք անունը, աշխատանքային խումբ կդնեք անունը, ինչ ուզում եք դրեք։ Եկեք ստեղծենք աշխատանքային խումբ, ձևավորենք մի միասնական շտաբ, յուրաքանչյուր քաղաքական ուժերից հրավիրենք նաեւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին եւ փորձենք հենց հիմա նաեւ Վրաստանի օրինակով մոնիտորինգ անցկացնել։ Իհարկե, այստեղ նաև որոշակի ֆինանսական ռեսուրսներ են պետք, համաչափորեն դնենք այդ ֆինանսական ռեսուրսները, խմբեր ձևավորենք եւ տեսնենք, թե իրականում, որտեվ ես մեծ այսպես առանձնակի վստահություն չունեմ, որ վերջի օրով, երբ որ ընտրացուցակները կհրապարակեն, մի քանի օրում մենք կկարողանանք բացահայտել, այս մարդը իրականում Հայաստանում չի եկել քվեարկել է, թե իր փոխարեն քվեարկել են կամ եղել է այստեղ։ Հիմա այդ մոնիտորինգը մենք անենք։ Տիկին Զորաբյան, բայց դուք ընդունում եք այն տեսակետը, որ եթե այդ միավորումը իրական երեխեք մտգրվում է այդ ձայները մեջը, եթե այդ իրական ընդդիմադիր դաշտի միավորում տեղի չունենա, ապա իշխանությանը հաղթել հնարավոր չի լինի։ Գիտեք, ես կողմ եմ միավորման, ես նախ չեմ ասի, որ եկեք չգերագնահատենք այդ իշխանության հնարավորությունները, նախ նոր ընտրական օրենսգրքով բոնուսային համակարգը մի քիչ այլ կերպ է, քան թիմում, այստեղ պիտի 40% որևէ քաղաքական ուժ հավաքի, որպեսզի աշխատի բոնուսային համակարգը, ես ձեր եւ իշխանության փոխարեն այդքան լավատես չէի լինի, որ հանրապետական կուսակցությանը հնարավորություն կունենա հանրապետական կուսակցությունը միանձնյա հավաքել 40%, կապրենք կտեսնենք, անելու է ամեն ինչ, որ հավաքի, անելու է։ Եվ այդ ռեյտինգային համակարգը դրան է ծառայեցված, մինչև 15 առավելագույն իրենք առաջադրելու են ամեն 13 ընտրատարածքում ռեյտինգային, մինչև վերջի քվեն փորձելու են քամեն, բոլորին դնելու են ռեյտինգայինում, գյուղապետ, թաղապետ, գազի վարչության պետ, էլցանցի պետ, ջրմուղի, չգիտեմ, տեսուչ, այո, բոլորը դրվելու է, այսինքն փորձելու են տվյալ ռեգիոնի մինչև վերջի քվեն քամել։ Ինչ կերպ կարող ենք մենք դրան հակազդել։ Հնարավոր է միասնական դաշինք, ես ասում եմ, գաղափարի առումով ինքը շատ լավ գաղափար է, եկեք քննարկենք, միգուցե ես եմ սխալվում, միգուցե մենք կարողանում ենք կոնսենսուսի գալ միասնական դաշինքի վերաբերել։ Համենայն դեպս ես կրկնում եմ, չպիտի լինեն այնպիսի քաղաքական ուժեր, ովքեր դաշինքի, այսպես շատ լավ գաղափարի տակ ընդհանրապես խնդիր ունեն, այլ քաղաքական ուժի կներեք ռեսուրսների հաշվին գալ խորհրդարան, դա շատ անազնիվ մոտեցում կլինի։ Դաշինք դնենք յուրաքանչյուրս դնենք ռեյտինգայինով, տեսնեմ համաձայն կլինեն, վստահեցնում եմ, այդ առաջարկը, որ ես անեմ, մեծ մասը հրաժարվելու, ասել եմ, մենք քաղաքական սեգմենտ ենք, մենք ինչի պիտի ռեյտինգային դնենք, ոչ, բոլորս էլ պիտի դնենք եւ սահմանափակում չկա, այսինքն ինչքան ուզում ես կարող ես դնել։ 5-ից 15